թուլացնել մարմինը, ես կսկսեմ հաշվել, ամեն հաշվելուց հետո սկսեք թուլացնել ձեր մարմինի մի մասը, կզգաք այդ թուլությունը, եթե պետք լինի խոսալ, կարող եք հանգիստ խոսել, որովհետև մենք ընթացքում անել ենք նաև ռետրոսիգնոզ, որի ժամանակ խոսալ և ձեր ինֆորմացիան ասելը ճիշտ է լինելու, դուք կլինեք հիպնոտիկ վիճակում, սկսում ենք թուլացնել մարմինը, որը շունչ ենք քաշում, արտաշնչելիս զգում եք թուլություն, թեթևություն, հանգստություն, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, մեկ, սկսում ենք թուլացնել ոտնաթաթերը, զգում եք թեթևություն, թուլություն, լսում եք իմ ձայնը, լսում եք հաճելի ու հանգստացնող երաժշտություն, կամաց սկսում ենք անջատել գիտակցությունը, որպեսզի ավելի հեշտ կարողանանք աշխատել ենթագիտակցության և անգիտակցականի հետ, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, խորը շունչ եք քաշում, արտաշնչելիս զգում թեթևություն, հանգստություն, երկուս, թուլացնում ենք ծնները, ոտքերը, զգում եք ծնների ծանրությունը, թուլացած, ընկած են բազմոցին, զգում եք հաճելի թուլություն, հաճելի թեթևություն, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, դուք զգում եք այդ թուլությունը, այդ հաճելի թեթևությունը, դա շատ հաճելի է, շատ թեթև ու հանգիստ, խորը շունչ եք քաշում, արտաշնչելիս զգում հաճելի հանգստություն, երեք, թուլացնում եք տազը, որովայնը, զգում եք հաճելի ծանրություն, զգում եք, որ դուք ծանրացել եք, հաճելիորեն, ընկել եք բազմոցին, դա շատ հանգիստ ու հաճելի վիճակ է, թեթևացած ու հանգստացած, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, խորը շունչ ենք քաշում, արտաշնչելիս զգում թեթևություն, հանգստություն, 4, թուլացնում եք փորը, ալիքները, մեջքը, հաճելիորեն թուլացած, թեթևացած վիճակ, այդ հաճելի թուլությունը ձեզ համար շատ լավ է, շատ թեթև, շատ հանգիստ, 5, թուլացնում եք կրծքավանդակը, թիակը, խորը շունչ եք քաշում, արտաշնչելիս զգում եք թոքերը ինչպես են թեթևանում, հանգստանում, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, թեթևացած, հաճելիորեն հանգստացած, 6, թուլացնում եք ուսերը, լիզը, խորը շունչ եք քաշում, արտաշնչում, հանգստացած, թեթևացած, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ,
հաճելիորեն թեթևացած, հաճելիորեն հանգստացած, 7 օրը շունչ եք քաշում, արտաշնչում, զգում եք հաճելի թուլություն, գլխի մասում, զգում եք թուլություն ամբողջ գլխում, զգում եք հաճելի ծանրություն գլխի, ինչպես է այն ծանրացել, թեթևացել ու հանգիստ տրված բազմոցին, հաճելի է, հանգիստ է, զգում եք ինչպես են հանգստանում ձեր դեմքի մկանները, զգում եք ինչպես են հանգստանում ձեր ականջների մկանները, ինչպես են հանգստանում ձեր ճակատը, ինչպես են հանգստանում ձեր շրթունքները, մանրակրկիտ զգացեք հաճելի թեթևությունը, լսեք իմ ձայնը, կենտրոնացեք իմ ձայնի վրա, ինչպես ժամացույց ընդհակառակ օգնում է, որպեսզի դուք ռիթմի տակ ավելի ընկղմեք հիպնոզի մեջ, լինեք ավելի կիսանջատված վիճակում, ինչպես օրինակ հակել եք աչքերը, ուզում եք քնեք, բայց դեռ քնած չեք, կիսաթմիր վիճակում եք, լսում եք ժամացույցի ձայնը և ավելի եք ընկնում հիպնոզի մեջ, թուլացնում եք մարմինը, կենտրոնանում եք ավելի շատ իմ ձայնի վրա, ժամացույցի ռիթմիկան ձեզ պետք է օգնի, որպեսզի դուք ավելի շատ թուլանաք, ավելի հաճախակի թուլանաք, թեթևանաք, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, թեթևացած, հանգստացած, հաճելիորեն պառկած եք բազմոցին, հաճելի թուլություն եք զգում, հաճելի թեթևություն, լսում եք իմ ձայնը, լսում եք երաժշտությունը, զգում եք հաճելի հոտերը, լավանդայի հանգստացնող հոտը, այն շատ օգտակար է հարթերը հանգստացնելու համար, շատ օգնում է հիպնոզի մեջ մտնելու համար, դա շատ հարմար ու հաճելի հոտ է, որպեսզի մեր գիտակցությունը անջատենք և սկսենք աշխատել ենթագիտակցության հետ, որովհետև մեր գիտակցությունը շատ բան չի հիշում, շատ բան կորցնում է, ուստի շատ ինֆորմացիաներ մեզ պետք է անենք մեր ենթագիտակցությունից, մեր ներքին շերտերից, մեր մոռացված ինֆորմացիայից, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, հաճելիորեն թեթև, հաճելիորեն հանգիստ, հաճելիորեն թեթև, հաճելիորեն հանգիստ, հիմա հանգիստ անջատում ենք մեր գիտակցությունը, սկսում եք միացնել ձեր երևակայությունը, ձեր հիշողությունը, երկուսը միասին մեզ տալու են ինֆորմացիա, թե դուք ինչ, երբ և ինչպես եք արել, որ դուք ձեզ հասցրել եք այս վիճակին, ուստի սկսում ենք միացնել
զարգացնել ձեր հիշողությունը, ձեր երևակայությունը, անջատում ենք մարմինը, գիտակցաբար, հասկանալով, որ այն թուլացած ու թեթևացած ընկած է բազմոցին, դուք գիտակցում եք որտեղ եք գտնվում, ինչ նպատակով, և դա լավ է, որ դուք գիտակցում եք, ուստի և անջատում եք մարմինը, միացնում ենք մեր ենթագիտակցությունը, միացնում եք հիշողությունը և սկսում ենք հիշել մեր անցյալից որոշ բաներ, ուզեք կպատնեք, չեք ուզում, ուղղակի հիշեք, դուք հիշեք, ինչ եք արել դուք, մի շաբաթ առաջ այսօրը, շաբաթ օրը, ինչով եք զբաղվել, ինչ եք արել, հիշեք, ինչ եք արել, մի շաբաթ առաջ այսօրը։ Ես դեռ արթուն եմ դեպի վերջից։ Ինչպես։ Արթուն եմ դեռ։ Դուք չեք էլ քնելու, եթե դուք քնեք, ես ստիպված եմ ձեզ հետ բերելու, որովհետև եթե դուք քնեք, ես չեմ կարող ձեզ հետ աշխատել։ Ասենք հստակ լսում եմ ձեր ձայնը, չէ՞ որ հստակ պետք է լսեք կիսաքնած վիճակ է։ Հստակ պետք է լսեք իմ ձայնը, դա շատ նորմալ է։ Դուք ուղղակի անջատեք ձեր գիտակցությունը, միացրեք ձեր ենթագիտակցությունը, ձեր հիշողությունը, հիպնոզի ժամանակ չեն քնում, հիպնոզի ժամանակ չեն անջատվում, հիպնոզի ժամանակ չեն կորցնում սեփական եսի զգացողությունը, դա լինում է միմիայն շատ կարճ ժամանակով սցենիկ հիպնոզների ժամանակ, բայց կլասիկ և թերապևտիկ հիպնոզների ժամանակ մարդի իր գիտակցությունը չի կորցնում, իր եսը չի կորցնում, մենք գտնվում ենք կիսաանջատված վիճակում, օրինակ, երբ որ մենք հայկական խոսքով մի խոսք ունենք, աչքերս սառեց արտահայտությունը, այդ ժամանակ դուք տեսնում և լսում եք ձեր շրջապատում ամեն ինչ, սակայն դուք մի փոքր կիսաանջատված վիճակում եք, դա հիպնոտիկ ձևերից մեկն է, որը կիսաանջատված վիճակի է բերում ձեզ և դուք ընդունված ձևով կարող եք ասել աչքերս սառեց, բայց այդ ժամանակ ևս դուք քնած չեք, դուք անջատված չեք, դուք տեսնում և լսում եք ամեն ինչ, այնպես որ այո, հիպնոզի ժամանակ, եթե դուք քնեք, ես ստիպված եմ ձեզ հետ բերել, հետ զարթնացնել, որպեսզի կարողանամ աշխատել, ուղղակի երբ որ դուք լինում եք պառկած դիրքում և բնականոն ձևով փակած է ձեր աչքերը, դա նշանակում է երկու հզոր ազդակներ անջատված են, կարբինացիան և տեսողությունը, որի ժամանակ մարդկային գիտակցությունը 50-60%-ով կիսաանջատվում է և հնարավոր է լինում աշխատել ենթագիտակցության հետ, իսկ 50-40%-ով մարդու գիտակցությունը տևում է, մարդը հասկանում է որտեղ է գտնվում, ինչի համար, ինչ նպատակով, բայց այդուհանդերձ թույլ է տալիս իրեն միացնելու ենթագիտակցությունը և միացնելու հիշողությունը, որպեսզի կարողանանք աշխատել ձեզ հետ
դեր ենթագիտակցության հետ, ուստի և հիշեք, ինչ եք արել դուք անցած շաբաթ օրը, ինչով եք զբաղվել, ինչ եք կերել, ուր եք գնացել և նման հնարավորինս մանրուքներ, որոնք ձեզ կհուշեն, թե ինչպես կամաց բացենք ձեր հիշողության շրտերը, մարմինը թույլ է, մարմինը հանգիստ, դուք թուլացել եք ձեր մարմինը, հանգիստ վիճակում են գտնվում ձեր աչքերը, հիմա միացրեք ձեր հիշողությունը և հիշեք, թե դուք ինչ եք արել անցած շաբաթ օրը, որ ժամին եք արթնացել, ինչ եք կերել, ինչ եք խմել, ուր եք գնացել, ինչ եք արել, ում եք հանդիպել և նման հարցեր, մարմինը թույլ է, մարմինը հանգիստ, զուգահեռաբար դուք զգում եք, թե ինչպես է ձեր մարմինը հաճելիորեն թուլացել, հաճելիորեն պառկած եք դիվանին, թուլացած հանգստանում եք և վեր եք հիշում, թե ինչ եք արել դուք անցած շաբաթ օրը, փորձեք վեր հիշել այդ ամենը, զգալ թուլություն, թեթևություն, հանգստություն, հաճելի հանգստություն, թուլություն, թեթևություն, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, շատ թեթև ու շատ հանգիստ, մարմինը թույլ է, թեթև ու հանգիստ, հիմա շարունակում ենք հիշել, անջատում ենք լիարժեքորեն մարմինը, գիտակցաբար, թուլացնում ենք մարմինը, այն հաճելիորեն ընկած է բազմոցին, դուք դա գիտեք, դուք դա զգում եք, դուք դա հասկանում եք, և քանի որ անջատված են ձեր երկու հզոր ազդակները, կոորդինացիան և աչքերը, ուստի և ձեր ուղեղը որոշակի չափով սկսում է հանգստանալ, թեթևանալ, հաճելիորեն թուլանալ, զգում եք այդ հաճելի թուլությունը, այդ հաճելի թեթևությունը և միացնում եք երևակայությունը, միացնում եք ենթագիտակցությունը, միացնում եք հիշողությունը ու սկսում եք հիշել, թե ինչ է տեղի ունեցել 20 օր առաջ, այսօր ամսի 25-ն է, ուստի և ինչ է տեղ ունեցել այսի 5-ին ձեզ հետ, ձեր տանը, ձեր ընտանիքում, ինչով եք զբաղվել, ինչ եք արել, ինչպես եք արել, փորձեք հիշել նաև ինչ եք կերել, ինչ եք խմել, փորձեք հիշել նաև
ուր եք գնացել, ում եք տեսել։ Եթե որոշ բաներ չեք կարողանում հիշեք, հոգ չէ, կարելի է նաև երևակայել, կարելի է նաև օրինել, որոնք հաստատ օրինվածքներ չեն, այլ ավելի խորը թաքնված հիշողություններ, Այդ մոռացել եմ դատի։ անջատեք ձայնը։ Հետրոց էր գլոխը ցավը, ես մեղավոր չեմ։ Չէ, ես արդուն էի բան չել։ Ես գիտեմ, որ դուք արդեն եք, ես նորից եմ ասում, եթե դուք լրիվ քնեիք, ես չէի կարող։ Չէ, այդ նույնիսկ այդ ենթագիտակցական այն կիսակում վիճակը չկար, բայց մի կողմից զորամացուցի կտկտոցն է, մյուս կողմից երաժշտությունն է։ Երաժշտություն հանգստացավ է։ Բան չնեմ ասելու, բայց չի թողում, էլի սենց ասեմ։ Մեր տանը բոլոր զորամացուցիչները անջատած այդ կտկտոցով բան չկա։ Երաժշտությունն է ես անգարում։ Այս երաժշտությունը հաստատ չի նպաստում, սենց ասեմ։ Լավ, եթե դուք վերջացեք, ես ես համար հաջորդ մեր հանդիպմանը կբերեմ ուրիշ երաժշտություն, հատուկ